The first one is in August this year, during your visit to China, China and Armenia announced the establishment of a strategic partnership. In your view, what is the significance of this new positioning for the development of the relations between our two countries? The second question is, Armenia is one of the earliest participants in the Belt and Road Initiative. Armenia now is also advancing the Crossroads of Peace initiative. In your opinion, in what areas should our two countries work together to promote the alignment between the Belt and Road Initiative and the Crossroads of Peace initiative? Thank you. Շնորհակալ եմ հարցի համար։ Ըստ էության Հայաստանի եւ Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության ընդունված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը եւ իհարկե շատ տպավորիչ այց էր եւ մեծ պատիվ էր նախագահ Սի Ցզինպինի հետ ընդունել այդ փաստաթուղթը եւ այդ թվում ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա խաղաղության խաչմերուկ նախագծին եւ գոտի եւ ճանապարհ նախագծին եւ ակնհայտ է որ այդ նախագծերը բովանդակային առումով ունեն համընկումներ բայց ուզում եմ ընդգծել նաեւ որ այդ նախագծերը եզակի չեն իրենց համընկումներում այսինքն կան էլի նախագծեր որոնց հետ համընկումը նկատելի է երկու նախագծերի է այդ թվում միջին միջանցք եւ այլ նախագծեր էլ կարելի է հիշատակել ինչը լավ է մեր տեսակետից լավ է ինչը նշանակում է որ մասնավորապես խաղաղության խաչմերուկը մասնավորապես Triplut նախագիծը իրենք մի կետ են որը կարող է համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը եւ իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենում պարզապես պետք է լինել պրոֆեսիոնալ հետեւողական եւ համբերատար այսինքն իմ կարծիքով վերջին տարիների մեր արտաքին քաղաքական ընդգծումները եւ սա է միջայլոց բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը ոչ թե բախվում են այլ ընդհանրակը լրացնում են մեկը մյուսին պարզապես անհրաժեշտ է որ սա բավարար չափով պարզաբանվի եւ լուսաբանվի որովհետեւ 21-րդ դարի մարդը, այդ թվում եւ քաղաքական գործիչները ունեն մի այսպիսի առանձնահատկություն կարդում են վերնագրեր եւ չեն կարդում տեքստեր բայց այնուամենայնիվ նրանք ովքեր պատասխանատվություն եւ առաջնորդություն ունեն պետք է նաեւ ունենան տեքստեր կարդալու համբերատարություն եւ այդ տեքստերի ընթերցումը շատ հաճախ ակնհայտ է դարձնում վերնագրերից ստացված տպավորությունների խաբուսիկ լինելը ինչ առիթով եմ սա ասում մասնավորապես Վաշինգտոնյան հռչակագրից հետո մի շարք գործընկեր երկրներում որոշակի մտահոգություններ բարձրացան բայց ժամանակի ընթացքում այդ մտահոգությունները ոչ միայն փարատված են այլև ընդհակառակը մենք տեսնում ենք գործընկեր երկրներից հետաքրքրություն մասնակցելու եւ ներկա լինելու տեղի ունեցող process-ներում եւ տեսնելու եւ նկատելու այն առավելությունները, որոնք մի շարք երկրների, որոնք մտահոգություններ էին արտահայտում, կբերի այդ նախագծերի իրականացում։ Եվ ես այս առումով իհարկե շատ ոգևորված եմ, որ հնարավորություն կա Հայաստանը դարձնել իսկապես խաղաղության խաչմերուկ։
Dear Prime Minister, we have one question. My name is Aldanis Gusenov from Kazakhstan. We have 3 delegates from Central Asia, 2 from Kazakhstan, 1 from Uzbekistan. And we would like to ask, what prospects do you see for cooperation between Central Asia and South Caucasus? Գիտեք, իրականում այն ինչ տեղի ունենում Հայաստանում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ Tripur նախագիծը կենտրոնական Ասիայի երկրները կարծում եմ այդ նախագծերի առաջնային շահառուների ցանկում է եւ ես ձեզ մի օրինակ բերեմ, ինչը կարծում եմ ավելի ամբողջական պատկերացում կտա մեր պատկերացումների մասին։ Հայաստանը եւ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են։ Եվրասիական տնտեսական միությունը ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի եւ կապիտալի ազատ հոսքի մասին է։ Բայց երբ մենք այսօր նայում ենք, իմիջիայլոց նաեւ Ղրղզստանը, բայց երբ մենք այսօր նայում ենք մեր փոխադարձ առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այնուամենայնիվ Եվրասիական տնտեսական միության բովանդակային տրամաբանությանը չի անպատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Եվ ինչի պատճառով։ Այդ թվում հաղորդակցության արագ եւ էժան ուղիների բացակայության պատճառով, որովհետև այնպես չի, որ հաղորդակցության ուղիները բացակայ են։ Այդ հաղորդակցության ուղիները կան, բայց այդ հաղորդակցության ուղիները երկար են եւ թանկ։ Եվ տեսեք, թե ինչ է տեղի ունենում այս օրերին։ Այս օրերին քիչ առաջ նշված համաձայնությունների արդյունքում Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով, որովհետև վերջերս Ադրբեջանի նախագահ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները, եւ ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, ինչի մասին արտահայտվել եմ նաեւ միջազգային հարթակներում, եւ այս հայտարարության պարզվեց առաջին շահառուն կենտրոնական Ասիայի երկրներն են։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը առաջին հերթին, բայց նաեւ կենտրոնական Ասիայի երկրները։ Թվում է, թե չէ, շատերն ասում են, որ տեսեք, այս process-ները դեմ են կամ հակասում են Եվրասիական տնտեսական միության շահերին։ Հիմա տեսեք, այն ինչ որ այս համաձայնություններից առաջ հնարավոր չէր երկու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև, հնարավոր դարձավ Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում եւ դրանից հետո։ Եվ սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել։ Նույնը եւ Ուզբեկստանի դեպքում իհարկե մենք շատ մեծ ցանկություն ունենք նաեւ Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական խորացնելու։ Դա շատ լավ տեսություն է, որը գործնականում իրականացման բազում առաջին հերթին լոգիստիկ խնդիրների է հանդիպում եւ այս նախագծերի իրականացումը իհարկե նպաստելու է այդ խնդիրների լուծմանը եւ սա ճանապարհ է այդ թվում Հայաստանի եւ կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու եւ հիմա արդեն ապացույցը սա արդեն մի հանգամանք է, որը ունի ապացուցելի հենք։ Բայց ես ուզում եմ ընդգծել նաեւ, որ տեսեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո տարանցման սահմանափակումները վերացնելու մասին մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից Մարկարայով, այս քարտեզի վրա Մարկարան չի երևում։ Ներողություն։ Մարկարայով ու Խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը ապահովելու։ Ինչու ենք մենք հիմա դա հիշատակում միայն, որովհետև այս պահին դա միակ ուղին է, որ բոլոր ճանապարհները ենթակառուցվածքները պատրաստ են։ Իհարկե մենք Վաշինգտոնի հռչակագրով երրորդ կետում նաև արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում երկաթուղին ապաշրջափակելու օրակարգը,
որը իրականացման փուլում է։ Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաև Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև այդ թվում երկաթուղային կապ ապահովելու, բայց հիմա ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի անել, որովհետև չկա երկաթուղի։ Այդ երկաթուղին դեռ պետք է կառուցվել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրով դա պետք է տեղի ունենա TRIP նախագծի շրջանակում, որը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգի հարց է, որտեղ իհարկե ունի հետաքրքրություններ Ադրբեջանը, որտեղ հետաքրքրություններ ունի Թուրքիան, որտեղ հետաքրքրություններ ունի Վրաստանը, որտեղ հետաքրքրություններ ունի Իրանը, որտեղ հետաքրքրություններ ունի Ռուսաստանը, որտեղ հետաքրքրություններ ունեն Կենտրոնական Ասիայի երկրները։ Ես օրինակ տեսեք, նաև այդ թեման է խոսում, թե իսկ ինչքանով է պայմանավորվածությունները, ինչքանով են համապատասխանում մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ համաձայնությունների իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով եւ հակառակ ուղղությամբ։ Շատ է խոսում, թե իսկ Վրաստանի շահերին ինչքանով է համապատասխանում, այս նախագծի իրականացմամբ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սև ծով Պարսից ծոց ուղղությամբ եւ նաեւ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը երկաթուղային կապի հնարավորություն կունենա եւ իմիջայլոց արդեն խոսք է գնում այն մասին, որ այդ թվում Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նկատի ունեմ այն ինչ տեղի է ունենում ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության եւ կայունության գործոնը եւ տնտեսական համագործակցության ու զարգացման, այդ թվում Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Աստղիկ Սարգսյան, Հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, մինչ Հայաստանի իշխանությունները նոր կոմունիկացիաներով խաղաղ տարածաշրջան են նախագծում, փորձում ներգրավել կամ ներգրավում միջազգային գործընկերների, Ադրբեջանի նախագահը անում է հայտարարություններ, որոնք հակասում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների խաղաղասիրական ոգուն։ Ինչպես կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը, որում Սևանա լիճը անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձից, որը այս փուլում հղի է լուրջ ռիսկերով, կարելի է այս հայտարարությունը գնահատել որպես հետքայլ խաղաղության process-ից։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեղ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Ինչ որ անում։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որովհետև եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմային,
Պատմական հայրենիքի կոնտեքստ դա շատ վտանգավոր բան է, որովհետև ընդ որում ընդհանրապես արդեն ասացի խաղաղության տրամաբանության համար, որովհետև եթե պատմությանն ենք հղում անում, պետքա նաև բան անել։ Տեսեք, ասում ենք 2025 թվականի օգոստոսի 8։ Այդ կոնկրետ կարող ենք ասել ամիս, ամսաթիվ եւ մեկնարկային կետ։ Կարող ենք ասել 2024 թվականի ցավոք չեմ հիշում կանոնակարգը երբ է ստորագրվել, սեպտեմբերին եւ հոկտեմբերին վավերացվել է, կարող ենք կետը ասել։ Եվ կարող ենք ասել այսա քաղաքական մեկնակետը, որի վրա կառուցվում են մեր process-ները։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Մեր թվարկությունից առաջ 70-ականները օրինակ կարա լինի այդ պատմական հայրենիքի մեկնակետ։ Կարա լինի, թե չէ լինի։ Այսինքն որը մեկը համաձայնա, նախեց հարցը ճշտենք։ Մեկը կասի 50 տարվանն է, ասցի, կան ուժեր եւ մարդիկ, ովքեր ասում են ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թվնա, լեգիտիմ մեկնակետը 1920 թիվնա մարտից նոյեմբեր ընկած ժամանակաշրջան։ Դրանից ավելի լեգիտիմ հենք պատմության գոյություն չունի։ Եվ կհիմնավորեն մարդիկ։ Մի մասը ասում է 500 տարի առաջ։ Եթե ուշադիր լինենք, եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ շատ լուրջ չեք ընկալի, կամ Մոնղոլիան կարող է մեզ ասի մի հատ շատ լավ, եկեք բան ունեմ ձեզ ասելու։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն է, դենց վախ վխելով կամած զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր ինչ կա մեր դրանից առաջ Իրանը կարա ասի, ես ինչ եք քննարկում։ Ընդ որում երբեմն ես ձեզ ասեմ, մի այսպիսի զավեշտալի պատմություն ա եղել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Ուրեմն մի բանավեճի ժամանակ, չասեմ որտեղ է տեղի ունեցել այդ բանավեճի եւ մասնակցությամբ, կողմերից մեկը մյուս կողմին ասել հա հիմնավորելու համար իր քաղաքական դիրքորոշումը, ասել է դու գիտես որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ։ Կողմից մյուսը ասել է դու գիտես որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ։ Ու ընդհանրապես հետո պարզվել է որ այդ զանգը պարսկերեն է նշանակում զանգ։ Հիմի ումնա պատմական ճշմարտությունը։ Ումնա պատմական ճշմարտությունը։ Արաբական երկրները Բյուզանդիան հույները որ սկսեն մակեդոնացուն հիշել ընդհանրապես հռոմը իտալացի մեր գործընկերները ասեմ մենք որ կհասնենք ես էլ եմ ասում մենք այդ պատմությունը կարդացել ենք եւ մենք իմ գնահատմամբ արդեն իսկ ստեղծել ենք նոր պատմություն 2 տարվանն էլ է պատմություն նոր պատմություն եւ ես կարծում եմ որ մենք պետք է շարունակենք այդ պատմության ստեղծումը հա այդ ընթացքում եւ ելի եմ ասում ոչ կասեմ բարեբախտաբար ոչ էլ կասեմ դժբախտաբար պատմական սոցիալ հոգեբանությունը մի բան չի որ սենց ռուբիլնիկը քաշես ու կանգնացնես անջատես անջատիչով մենք պետքա կարողանանք անցյալը տարբերակել ապագայից։ Ընդ որում ապագան այսօրը եւ ապագան նույնիսկ 2024 ապագան նույնիսկ 2024 թվականն է։
Մենք արդեն 2 տարի ապրում ենք ապագայի մեջ։ Հիմա պետք է ընտրություն մենք շարունակելու ենք ապրել ապագայի մեջ, որը այսօր է, եւ դա մեր ռազմավարությունն է։ Հիմա նույն տրամաբանությամբ ես ձեզ ուղիղ ասեմ, նույն տրամաբանությամբ երբ որ Ադրբեջանը բան անենք, մոնիտորինգ անենք, Ադրբեջանում կարծիքները եւ այլն ժամանակ առ ժամանակ ներկայացնում են թե ինչ զեկույցներ կա, օրինակ Ադրբեջանում այսպեսի դիսկուրս կա, ասում են Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ադրբեջանի։ Ոնց են հիմնավորում, ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։ Դե իրանց ընկալումն է։ Դե ասում են, դե եկեք մենք է որ իրանք տենց է, եկեք մենք ասենք գյոյչա։ Ստեղ էլ ասում են, դե որ ասին գյոյչա, եկեք ասենք բան։ Գանձակ ասենք, եկեք ասենք կովսական, եկեք ասենք քաշաթաղ։ Իրանք ասում են, տեսեք ասցին ջրական։ Եկեք ասենք, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Ու ասում են Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Այնտեղ նայում են, ստեղ նայում են, ասում են, տեսեք ասցին Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Եկեք հիշենք, որ Արամյանցն ու Մանթաշյանն են Բաքվի նավթի տերը։ Բա Ադրբեջանն էլ ասում են, որ խորհրդային միությունը այդ ապօրինի զավթել է բաները։ Շատ լավ, դե ուրեմն Արամյանցի եւ Մանթաշյանի սեփականությունը, որպես մենք ժառանգորդներ, հասկանում եք ուր ենք հասնում, ուր ենք գնում։ Դա սխալ ճանապարհ է։ Ու ընդ որում, այստեղ բացի մեր երրորդ կողմի Հայաստանի եւ Ադրբեջանից դուրս Այսինքն Հայաստանի Ադրբեջանի մի ներկայացուցիչ չկա, որ ինքը ի սկզբանե սենց բան ա եղել, իմաստուն ա եղել, եւ այս տրամաբանությունից դուրս մենք բոլորս եղել ենք այդ տրամաբանության մեջ, որովհետեւ մենք մեր երկրների, մեր ժողովուրդների սոցիալ հոգեբանության կրողներն ենք։ Մենք մեր պատմության զավակներն ենք եւ սպառողներն ենք, այո, բայց մենք պետքա հարց տանք մեզ, մենք ի վիճակի ենք քաղաքական առաջնորդություն ստանձնել։ Մենք այդ հարցի պատասխանը տվել ենք։ Մենք այդ հարցի պատասխանից չենք հրաժարվելու։ Դա մեզ համար ռազմավարություն է։ Եթե որևէ մեկը հրաժարվելու է կամ հրաժարվում է, թող ուղիղ ասի։ Ակնարկների կարիք չկա։ Եվ ակնարկները չեն էլ աշխատի, որովհետև ունենք լեգիտիմության, որովհետև այդ ակնարկները եթե նույնիսկ լինեն, դրանք լեգիտիմ չեն, որ լեգիտիմությունը բխում է ընդունված փաստաթղթերից։ Հետևաբար, ես օրինակ, երբ որ մի օր է լինում, որ Հայաստանում ինչ-որ մի պատճառով, ներքաղաքական, մշակութային, որևէ պատճառով տեսնում են, որ այդ խոսույթը ակտիվացել է, ես գիտեմ 1-2-3 օր հետո կամ 1-2-3 ժամ հետո Ադրբեջանից հայելային խոսույթները գալու են։ Հետո Հայաստանից հայելային միջև սոցիալական ցանցերում լինի մի չկանխատեսված իրադարձություն, որ երկու կողմերին էլ ասենք չգիտեմ, ինչ-որ մի հատ իրադարձություն։ Ասենք շոու բիզնեսի հետ կապված։ Ասենք Ջենիֆեր Լոպեսի համեր կամ բանի կամ ֆուտբոլի հավաքականներից մեկի հաջողությունը կամ անհաջողությունը։ Բոլորը կմոռանան պատմական հայրենիքի բանի մասին, մինչև դիմացի կողմը հիշեցնի դիմացի կողմին։ Եվ ես ինչի համար եմ սրա մասին խոսում։ Որտեղ ես հասկանում եմ, որ չենք հաղթահարելու առանց խոսելու։ Պետք է խոսենք։ Որովհետև ընդ որում պետք է արձանագրենք, որ եկեք չփնտրենք մեկնակետը, որովհետև դա էլ է ծուղակ։ Որովհետև ես տեսնում եմ, որ շատ դեպքերում Հայաստանում մարդիկ չեն տեսնում փող կապերը բանի, այդ երևույթների, քաղաքական խոսույթների, ընդ որում երբեմն էական չի, ընդդիմադիր թե կառավարական։
Եվ Ադրբեջանում էլ չեն տեսնում։ Մենք պետք է խոսենք սրա մասին։ Պետք է խոսենք սրա մասին, եւ ես ուրախ եմ, որ այսօր առիթը կա, եւ ես խոսում եմ դրա մասին, եւ սա հրապարակային խոսույթ է, եւ մենք այս գիծը տանելու ենք։ Prime Minister, thank you very much for your speech and for your comments. I'm an Istanbul-based Turkish journalist. You might remember me. I'm with my colleague. We were part of the Turkish journalist delegation interviewing you back in March. After that, I think you went to Turkey to meet the Turkish President Erdogan. But can you tell us where we are in terms of Turkish-Armenian normalization following August 8th? Correct me if I'm wrong, but we don't see much of a visible signs of progress on that track. In view of the fact that you would be hosting the European Political Community Summit in May, have you received signs from Ankara that Turkish president might come to attend this summit? Thank you very much, Prime Minister. Շնորհակալ եմ հարցի համար եւ ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, տարածաշրջանային առումով հիմա Հայաստանում կա մի բացառիկ իրավիճակ։ Այդ բացառիկ իրավիճակը հետեւյալն է, որ մենք ինստիտուցիոնալ կապ ունենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Այսպիսի իրավիճակ մենք նախկինում չենք ունեցել։ Այսինքն իհարկե Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեզ միշտ կապել են եղբայրական բարեկամական կապեր, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել։ Հիմա նորությունն այն է, որ մենք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն։ Եվ սա կարևորագույն նորություն է։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իմիջիայլոց, քանի որ խոսակցությունը կա, եւս այսպիսի մի նրբության մասին եմ ուզում խոսել, ցույց տալու համար, թե սոցիալ հոգեբանական բանաձևերը փոխելը երբեմն ինչ մեծ դժվարությունների հետ է կապված։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ, միջև հիմա մեր խոսույթում, հայաստանյան խոսույթում, այդ թվում ես երևի չնկատելով, շատ հաճախ օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը չի արտահայտում այն բովանդակությունը, որի մասին մենք խոսում ենք, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները ուրիշ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ուրիշ բան, այնպես չի, որ դրանք համընկման տեղեր չունեն, բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունը ուրիշ բան։ Իմիջիայլոց ասեմ, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ասենք օրինակ նույն երրորդ երկրներում, շատ հաճախ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի պրոբլեմ չի եղել։ Դե մարդիկ իրար հետ ապրել են, աշխատել են, երբեմն ընկերություն են արել, իրար հրավիրել են, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պայմաններում։ Վերադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իմ կարծիքով գտնվում է ճիշտ ուղու վրա։ Դուք հիշում եք, որ ձեզ տված հարցազրույցում ես ասել եմ, որ իմ գնահատմամբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը ժամանակի հարց է, եւ ես վերահաստատում եմ դա, որովհետեւ մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Այստեղ խնդիրը արագությունն է ճանապարհ անցնելու։ Եվ պիտի արձանագրենք, որ այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում արկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ։ Բայց ես իմ գնահատականը շարունակում եմ մնալ նույնը եւ այո, ես շատ կարեւոր է տեսեք վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում վերջին անգամ, առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ
Թուրքիայում եւ այդ այցը շատ հաջող եմ համարում եւ այո այդ այցի ընթացքում նաեւ նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ես ճիշտ չի լինի որպեսզի մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը պարզապես կարող եմ ասել որ պաշտոնապես հրավիրել եմ եւ հույս ունեմ որ այդ հրավերը կընդունվի Իգնեք եւ պարոնայք, եթե ես ճիշտ հաշվեցի, վերջին հարցի հնարավորությունն է Thank you very much. Hello, Prime Minister. My name is Eleonora Tafuro from ISPI in Milan, Italy. I wanted to ask about the future of the EU monitoring mission to Armenia, and also if you think there is any role whatsoever for the European Union in the establishment and development of the TRIP and other connectivity routes. Thank you. Եվրոպական միության մոնիտորինգի խմբի ապագայի վերաբերյալ հետևյալը կարող եմ ասել ու առնվազն մինչև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի ստորագրվել մոնիտորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում համաձայնագրի ստորագրումից հետո եւ վավերացումից հետո իհարկե որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել եւ կլինեն ինչի վերաբերյալ մենք Եվրոմիության մեր գործընկերների հետ ունեցել ենք եւ պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ Ինչ վերաբերվում է TRIP նախագծին, արդեն ասացի, որ մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ իրականացնենք այդ նախագիծը, որովհետև ուզում եմ ընդգծել այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար։ Իմիջիալով շատ հետաքրքիր է Այդ նախագիծը նույնքան կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր է Ադրբեջանի համար, նույնքան կարևոր է Իրան Իսլամական Հանրապետության համար, նույնքան կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների համար, նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վերաբերյալ արդեն պաշտոնական մեկնաբանություններ են հնչում Ռուսաստանի Դաշնությունից, նույնքան կարևոր է Վրաստանի համար, նույնքան կարևոր է Եվրամիության համար, նույնքան կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, նույնքան կարևոր է Չինաստանի համար։ Այս թվարկումը ինքնին նույնքան կարևոր է Թուրքիայի համար։ Այս թվարկումը ինքնին երաշխիք է, որ այդ նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է ըստ էության մեր ժամանակակից պատմության ամենահաջող նախագիծը, որը բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն եւ կայունություն։ Ես ուզում եմ անվտանգության եւ կայունության գործոններում ընդգծել փոխադարձ փոխկապվածության գործոնը որպես անվտանգության եւ կայունության եւ խաղաղության երաշխիք։ Եվ ես համոզված եմ, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը համաձայն օգոստոսի 8-ի հռչակագրի այն կարևորագույն գործոնն է, որը խաղաղությանը տալու է գործնական տեսք։ Ես ելի եմ ասում, իհարկե շատ բարձր եմ գնահատում, որ այդ գործոններից մեկը հենց այսօր այս ժամերին ընթացքի մեջ է։ Ես իհարկե չգիտեմ, թե այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին արդեն կհասնի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան։ Դա նշանակում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը իրականություն է, եւ ես ելի ուզում եմ ի հեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների եւ ընկալումների կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, ով այդ որոշումը կայացրեց, իմիջիալոց ասեմ, որ այդ որոշումը, դա էլ է շատ հետաքրքիր բան, այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ,
Որ մենք գիտենք, որ Ադրբեջանի որ կա ըմբռնում համաձայնություն, որ մի գնացք կգա, բայց դա եղել է մեր ընկալումը եղել է մի գնացքի մասին։ Եվ այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության մեզ համար անսպասելի էր, եւ սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան, առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել եւ մեր բոլորի խնդիրն է աջակցել, որ երկկողմանի իհարկե եւ բազմակողմանի այդ վիճակագրությունը ավելի շատ դրական արդյունքներ արձանագրի։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Հարգելի հյուրեր,